Բորշ եմ եփում, այն էլ իմ հարազատ գյուղում։ Նշեմ, որ ժամը 8:30 է, մարդիկ նոր բարձրանում են սար խոտ հավաքելու, իսկ ես եկել եմ Բոստան, որ սոխ քաղեմ։ Մի հատ տեսեք ինչ մեծ գլուխ սոխ եմ պոկել։ Մի բան էլ եմ ուզում ասել, որ այսօրվա բաղադրատոմսը տարբերվելու է էջում եղած բոլոր բորշի բաղադրատոմսերից, որ պատրաստել եմ նրանով, որ ավելացնելու եմ այն մթերքները, որոնք որ ես ցանկանում եմ։ Օրինակ պղպեղ, սովորաբար այն չեմ ավելացնում։ Մանր կտրատում ենք, լոլիկը եւս կտրատել եմ, դե առանց կաղամբի էլ ինչ բորշ բարակ երկար կտրատում ենք։ Այստեղ աղջկաս խաղալիքն եմ բացում եւ հիշում եմ, որ սա իմ մանկության սիրելի խաղալիքներից է եղել։ Հետո կքերեմ գազառը, բազուկը եւ կսկսենք հավաքել մեր ճաշը։ Մի փոքր բուսայուղով, շատ քիչ։ Տապակում եմ գազառը, սոխը, բազուկը, այնուհետև ավելացնում եմ միսը։ Իդեպ այսօր գառան մսով եմ պատրաստելու, դա էլ է առաջին անգամ։ Խաշլամայի միս եմ ավելացնում։ Մի փոքր տապակում եմ, ավելացնում եմ մնացած մթերքները, իսկ այս ընթացքում դուք բաժանորդագրվում եք իմ էջին, որ ոչ մի համեղ բաղադրատոմս բաց չթողնեք։ Գալիս եմ իմ հետևից հավաքելու այս կլեպները, խոտերը, լցնում եմ մի ամանի մեջ, որ տանելու են կովերին։ Գյուղում ոչ մի բան հենց այնպես չի կորում։ Պատրաստ է մեր բորշը, տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել եւ անմահական համեղ։ Պահպանեք, որ պատրաստեք։